Հուլիսի 6-ին ժամը 19-ին Երևանի օպերա ակումբում տեղի կունենա անտիվիրուս պրոյեկտի առաջին համերգ երեկոն։ Տոմսերի համար զանգահարել 098 23 62 37 091 22 77 24։ Եթերում անտիմամուլն է։ Blog News-ը կայքը հրապարակել է Ալեքսանդր Մակասյանի գրառումը։ Հետաքրքիր քաղաքական վերադասավորումներ կարող են տեղի ունենալ հարևան Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Եթե Մեհրիբան Ալիևան իսկապես առաջադրվի որպես նախագահի տեխնացու եւ ցույց տա, որ իրոք իր ամուսնու քաղաքական հակառակորդն է, անկախ ամեն ինչից, Ադրբեջանի նման երկրում հաստատ որոշակի ձայներ կհավաքի։ Կասկած չկա, որ ընտրություններում հաղթելու է Իլհամ Ալիևը, իսկ Մեհրիբանի պատշաճ ձայների դեպքում քաղաքագիտական տեսանկյունից չի բացառվում, որ հաղթող կողմը նրան առաջարկի կոալիցիա կազմել, տալով, ասենք, վարչապետի պաշտոնը։ Այդքանից հետո արժե խորհել Ադրբեջան թե Ալիև ջան։ Մարդու կնիկ պարապ մնացել ելել են իրար դեմ, ոնց որ միստեր ու միսիս Սմիթի պատմությունը լինի։ Բայց այս նյութը քաղաքական տեսանկյունից չէ, որ ուզում եմ դիտարկել։ Չնայած ինձ ի քաղաքական տեսանկյուն։ Լավ, նայեք թե նյութին կից ինչ լուսանկար է տեղադրված։ Ոնց կարող է այսպիսի դիմագծեր ունեցող աղջիկն ամուսնանալ այսպիսի դիմագծեր չունեցող մարդու հետ։ Իրար կողք նայվում են այնպես, ոնց որ կնայվեն Քիմ Քարդաշյանն ու Կալամբուրի միջի այստեղ են։ Զույգը պիտի գոնե մի թեթև բռնի իրար, բայց այս զույգը կոնկրետ անհամատեղելի է։ Անցանք։ Նյուզը գրում է. լուրեր ալամ աշխարհից։ Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը կանգնեցրել է եռանիվ մեքենայով Ռետինե Փչովիկին տեղափոխող վարորդին։ Բրիտանացի Ռիչարդ Ֆոստերին կարգադրել են ազատվել Ռետինե ուղևորուհուց, քանի որ արհեստական կնոջ որոշ մարմնամասեր ցուցադրման ենթակա չեն։ Ոստիկանն ընդգծել է, որ Ռետինե կնոջ տեսքը կարող է շփոթեցնել երթևեկության մյուս մասնակիցներին, մասնավորապես երեխաներին։ Տեսեք, բա մարդիկ ապրում են, Ռետինեկին տեղափոխելու համար տուգանել են։ Չէ, բա մեր մոտ, դու էլ ռեզինից կենիկ, դու էլ ռեզինից զոքանչ, դու էլ ռեզինից բաջանախ, դու էլ ռեզինից զիմնի պակրիշկա։ Բայց կոնկրետ ազաբոչկի տակ է եղել։ Ինչի համար ես արել այդ նադումնոյ կուկլիկը։ Միտքը որն էր դուր։ Տանելու ես ինչ անես։ Չնայած պարզ է թե ինչ ես անելու։ Բա ხო չէր տանելու նստես ներկողքը դու յոգայով զբաղվեիք կամ իրար հետ կոֆե խմեիք, հետո բաժակ-մաժակ նայեիք։ Մազալու են օրս արել։ Ինչ ասես կիմանաս։ Ախպերս իսկ կարող է դու նադումնոյ դեպուտատների ու նադումնոյ քյաբաբի տեղ իմանաս։ Հայաստանում կոնկրետ ստրոս կա։ Չնայած մեկ է, մեր դեպուտատներից ոմանք նադումնոյից ոչ մի բանով չեն տարբերվում։ Անցանք։ Լուրեր կոմը գրում է. Պարզվում է Հայաստանում բիոզուգարանները շատ հին պատմություն ունեն։ Բոլոր կարգի բացօթյա մեծ միջոցառումների, մասնավորապես համահայկական խաղերի համերգների ժամանակ դրանք օգտագործվել են։ Զանգահարում են ոմն Գայկիկ Կակոսյանի եւ պատվիրում այդ տեխնիկական միջոցը։ Քանի հատ կամենաս, քանի օրով կամենաս, իրանք բերում տեղադրում, հետո գալիս տանում են։ Այս բիոզուգարանների հմայքն այն է, որ էժան են։ Օրը մոտ 30,000 դրամ։ Այ մարդ էլի էս բիոզուգարանները։ Ես չեմ հասկանում, զուգարանի բիոն որն է, մենք ընդեղ ինչ պիտի անենք, որ պարտադիր բիո պիտի լինի։ Εμείς զակազով բերում դնում, հետո տանում են։ Ինչ բիզնես ասես կմտածեն։ Ես էլ վայթե բիո կլադովկեքի գործ սկսեմ։ Խոսքի օրը 20,000 դրամով կբերեմ կդնեմ ձեր հարկի վրա, դուք էլ մեջը զարտուզիբիլ լեցեք։ Համել Երևանի լիֆտերն ինչ վատ բիո զուգարան են, որ սկզբից մեջը հայլիներով, մաքուր, իստակ, ամեն ինչ տեղին, բայց հետո կոնկրետ բիո զուգարան։ Մեզ կարող եք նաև ակընտրել Պանիխիդայի վաղտ, Ռուսաստանից եկող աղբոր նման աղբեր Blog News-ը կայքում։ Այսքանն էր այսօրվա անտիմամուլը, իսկ մենք անցանք տեսնենք, թե ինչ վիդեոներ կան։